Հայաստանում երբ տղա ես ծնվում, արդեն ավտոմատ լիքը բան պարտական ես։ Բոլորը նշում են մեկ միավոր տոքսիկ կնոջ իրանց կյանքում, որը ինչ որ պահի հայտնվել է։ Ինչքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց որ տղամարդիկ են ունենում հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրներ, ի տարբերություն կանանց, իրանք չեն խոսում դրա մասին։ Այն կանայք են տոքսիկ իմ պնդմամբ, որոնք աչ ու ձախ հայտարարում են, որ տղամարդիկը բոլորը նույնն են։ Այ էլի գալիս ենք այդ անառողջ ակնկալիքների դաշտ։ Կան ծայրահեղ առողջ հոգեկան կառուցվածքով տղամարդիկ շատ ընտանիքներում դաստիարակության անբաժան մաս է համարվում ֆիզիկական բռնության ենթարկելով դաստիարակել։ հատիկ գելած չողգայով։ Բոլոր տղամարդկանց չէ ճիշտն ասած, բայց այդ մարդկանցում ես ուզում եմ դուր գամ, ես ուզում եմ դուր գամ։ Դու լավ տղա ես։ Ոստեղ շատ աղջիկներ ասել են կենցաղը տղամարդու բան չի։ Իրան մանկուց ասել են, որ լավ աղջիկը միանգամից չի ասում հա։ Ընդհանրապես ստալկերությունը խնդիր է։ Ոչ մի տղամարդուն չի կարող վիրավորել, արժեզրկել, նվաստացնել, նենց ոնց որ դա կարող է անել կինը։ Ողջույն սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասեր համայնք, այս գեղեցիկ գարնանային օրով Կարունը մոտենում է իր տրամաբանական Կարունը չէ, մարտը հələ երկու ամիս կա, մոտենում է մարտը իր տրամաբանական ավարտին, բայց մենք շարունակում ենք պսպղալ ձեր էկրաններին, որովհետև Էվական չթողեց, որ տրամաբանական ավարտ ունենա մեր եթերաշրջանը եւ մենք այլևս այդ միամսյակի մեջ ենք, ես տանել չեմ կարող, ճիշտ ասած այդ միամսյակ գաղափարը։ Դրա համար ոնց որ Եվի նկատեցիք նախորդ էպիզոդից, այս մարտը ստացվեց տղամարդկանց մասին։ Մենք նվիրել ենք, բայց իրականում ինքը շատ լոգիկ է։ Մենք նվիրել ենք կանանց համար ամենակարևոր թեմաներից մեկի քննարկմանը այս ամիսը։ Մեր սիրելի տղամարդկանց։ Թերևս այս թեման ձեր էկրաններին մեր հետ միասին այսպես շողշողում եւ պսպղում է, ինչպես ասեցի, Էվոկայի շնորհիվ, իսկ թե ոնց կարա Էվոկան օգտակար լինի մեր ձեր բոլորի կյանքում ընթացքում կասենք, բայց դուք իմացեք, որ եթե Էվոկան չլիներ, այս փառահեղ կոնտենտն այսօր գնալու էր կորեր։ Ինչ ենք բաժանորդագրվեք անպայման, չգիտեմ խեք նայում այս բանին, եթե չեք բաժանորդագրվել, մի հատ կնոպկա է սեղմեք, մեկ էլ խնդրում եմ գովազդը մինչև վերջ նայեք, Patreon չեք դառնում, չէ, ձեզնից 10 րոպե 10 վայրկյան ավել գովազդնայելը ոչինչ չի խլում, եթե YouTube Prime չունեք, որովհետև դա ուժեղացնում է մեր մոնետիզացիան, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք Patreon-ներին առավել եւս շնորհակալ ենք, մի խոսքով մենք շատ շնորհակալ մարդիկ ենք, շատ, դուք էլ շնորհակալ եք։ Ինչ ենք քննարկել այսօր։ Այսօր որոշել ենք քննարկենք, ինչպես արդեն ասեցի, մեր սիրելի տղամարդկանց եւ այն խնդիրները, որոնց հետ բախվում են տղամարդիկ։ Բայց մի հատ ստեղ մի բան ասեմ, էլի։ Ես օրինակ կարծում եմ, որ մեր թեմաները տանելու փոխարեն կարելի է մտածել սեփական թեմաները ու օրինակ տղամարդիկ չունեն ոդկաստ։ Օրինակ մեզ շատ տղամարդիկ գրում են, որ ձեզ նայում ենք, լսում ենք, աղջիկների մասին շատ բան ենք հասկանում, ճիշտ ասած մենք էլ կուզենայինք ձեզ լսենք ու տղաների մասին շատ բան հասկանենք։ Հիմա այսօր այս թեման վերցել ենք, մենք ենք քննարկում, մի տեսակ ոնց որ ձեր տեղը ձեր գործն ենք անում։ Շարժվեք տեղից։ Հա, ճիշտ կլինի, ես կարծում եմ, որ կարիքը կա։ Ուրույն թեմաների շուրջ։ Ստուդիան կա, հիմա խոհանոց չի լինի, բազմոց կլինի, նկարողները կան, ֆանտաստիկ տեխնիկան, լուսավորությունը կա, միկրոֆոնները կան, YouTube management-ը կանենք, մոնետիզացիան կմիացնենք, 2 կոպեկ էլ դուք ավել աշխատեք։ Իրոք կարծում եմ, որ կարիք կա։ Եվ մի բան էլ էլի սենց, նախաբան մեր քննարկումից առաջ, այն բոլոր աղջիկները, ովքեր տրիգերվելու են այս քննարկումից, գալու են գրեն կոմենտներ նրա շուրջ, որ տղամարդահաճո, ինչ որ բաներ եք ասում, կանանց իջացնում եք, տղամարդկանց բարձրացնում եք, չգիտեմ ինչ, այս էպիզոդի շրջանակներում այո հնչելու է քննադատություն մեր սեռին ուղված ու ես կարծում եմ, որ ինչ-որ բաներ կա, որի հետ առերեսվելու բարձրաձայնել է պետք ու այո մենք համարում ենք, որ տղամարդիկ նույնպես ունենում են մեր հետ խնդիրներ ու այո մենք համարում ենք, որ նենց չի, որ իրանք են աշխարհի ամբողջ չարիքի պատասխանատուն, այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են տղամարդկանց հետ հարաբերություններում, ինձ թվում է, այստեղ 4 եթերաշրջան քննարկվել է, թույլ տվեք մեկ էպիզոդ էլ շեղվել այդ թեմայից, եթե ելի եմ կրկնում, ինչ որ մարդկանց պետքա տրիգերի են, որ մենք հիմա այո
այո քննադատելու ենք աղջիկներին ու ասելու ենք, որ շատ հարցերում տղամարդիկ չգնահատված եւ չնկատված են բավականաչափ, կարող եք այս էպիզոդը չդիտել։ Ու եթե ինչ-որ մեկը մտածում է, որ 3 տարի կանանց խնդիրները բարձրաձայնելուց հետո մեկ էպիզոդով մենք դառնում ենք տղամարդահաճո, ապա այո, մենք դառնում ենք տղամարդահաճո։ Ինչ այդ բառը կարող է, ես չեմ հասկանում, ճիշտ ասած չգիտեմ ինչ խնդիր կա դրա մեջ։ Ես ուզում եմ օրինակ, բոլոր տղամարդկանց չէ ճիշտն ասած, բայց այդ մարդկանցում ես ուզում եմ դուր գամ, ես ուզում եմ դուր գամ։ Ես էլ չգիտեմ այդտեղ ինչ խնդիր կա, բայց ամեն դեպքում երևի ինչ որ խնդիր տեսնում եմ։ Ու ամեն հավանականությամբ հաստատ ինչ որ հատուկ բաներ եմ անում դրա համար ու շատ հաշտ եմ այդ հանգամանքի հետ։ Այսօր խոսելու ենք տղամարդկանց նեղվածություններից, օբյեկտիվ, ոչ թե սուբյեկտիվ, որովհետև որքան էլ մենք պնդենք, որ Հայաստանում կա անառողջ պատրիարխատ, որը մենք ընդհանրապես չենք հերքում, բայց բոլոր տղամարդկանց սանրել նույն սանրով ու ասել, որ բոլոր տղամարդիկ նույնն են եւ բոլոր տղամարդիկ այդ տոքսիկ պատրիարխատի անդամ են, դա շատ մեծ դիզինֆորմացիա է, որովհետեւ մեր շրջապատում համենայն դեպս թե նեղ շրջապատում, թե լայն շրջապատում կան ծայրահեղ առողջ հոգեկան կառուցվածքով տղամարդիկ, բոլորս ունենք մեր թերությունները, մենք խոսում ենք առողջ հոգեկառուցվածքի մասին եւ ոչ տոքսիկության մասին եւ ինչ խնդիրներ են առհասարակ արկա մեր սոցիումում տղամարդկանց համար, ինչ դիսկրիմինացիաներ կան, ինչ նույն սեքսիզմը որքանով է արկա տղամարդկանց հանդեպ եւ ոնց են տղամարդիկ տուժում տոքսիկ կանանց կողքին, որովհետև այո, Հայաստանում շատ տոքսիկ կանայք նույնպես կան, այդ թվում նաև այն կանայք են տոքսիկ իմ պնդմամբ, որոնք աչ ու ձախ հայտարարում են, որ տղամարդիկը բոլորը նույնն են։ Ինձ թվաց ասելու ես այդ թվում նաև այն կանայք են տոքսիկ, ովքեր նստած են այս սեղանի շուրջ։ Չեմ հերքում, ես ընդհանրապես չեմ հերքում, ես իմ տոքսիկ թրեյթերը բոլորը շատ լավ գիտեմ, ծանոթ եմ, փորձում եմ կառավարել, մեկ-մեկ ստացվում, մեկ-մեկ չի ստացվում, բայց այո, առողջ տոքսիկության չափաբաժին ունեմ նաև ես լինել, բայց ինքը մասնագիտությունից ելնելով ավելի լավ է կառավարում, քան ես։ Կարող եմ կիսվել նաև տոքսիկ դրսևորումներով։ Ես էլ եմ շատ տոքսիկ, ամեն ինչ այսօր պատմելու եմ, ով ուզում է ուզի, ով չի ուզում, թող չուզի։ Ես գիտես իրականում հայտնաբերեցի, որ ինչքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց որ տղամարդիկ են ունենում հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրներ, երևի իմ մասնագիտության մեջ։ Ու հասկացա, որ ի տարբերություն կանանց իրանք չեն խոսում դրա մասին։ Եթե մենք ամեն դեպքում, չգիտեմ, ընկերուհիներով իրար պատմելով, այսպես ոդկասթների շրջանակներում, ռիլերում, Instagram-ում մենք բոլորս մեր պարտքն ենք համարում, լավ ենք անում, կիսվենք նրա հետ, ինչն է մեզ նեղացրել, ինչ ծանր ճանապարհ ենք, հիլինգի մենք անցել հարաբերություններից հետո եւ այլն, տղամարդիկ դա չեն անում։ Ու մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ տղամարդիկ շատ հեշտ են անցնում այդ հարաբերությունների խնդիրների միջոցով, կամ չունեն էմոցիա, նույն մեր մի քանի հաղորդում առաջվա հյուրը, ով բաժանությունից հետո կիսվում էր իր էմոցիաներով, հստակ ասում էր, որ ինքը շատ ծանր է անցել իր բաժանման հետ ամուսնալուծական փուլը։ Ու իմ մասնագիտության մեջ ես հայտնաբերեցի, որ լրիվ նույն բաները, ինչը որ բողոքում ու պատմում ենք իրար մենք, զանգեց չզանգեց, գրեց չգրեց, դավաճանեց, խաբեց, գոստեց, լրիվ նույն բաները պատմում են տղամարդիկ։ Այո։ Ու եթե մի քիչ էլ ընդլայնենք, իրականում են նույն նարցիսիզմը, որի մասին տենց այդքան բոլորով խոսել ենք, ստատիստիկ, նարցիս կանայք շատ ավելի շատ են, քան նարցիս տղամարդիկ։ Ինչը են իր մեջ ներառում այն ամբողջ կոմպլեկտը հարաբերություններում դժվարությունների, որոնք որ կան նարցիսների հետ, այստեղ գումարվում է նաև սահմանային անձի խանգարում ունեցող կանայք, օրինակ, ինչ եմ ասում կանայք, որտեղ սահմանային անձի խանգարումն էլ ավելի բնորոշ կանանց, ավելի տարածված է կանանց մեջ, ու այդ կարող է լինել շատ գրավիչ, իրականում այդ կանայք շատ էմոցիոնալ են, հարաբերությունների մեջ են շատ էմոցիոնալ, շատ ֆանտաստիկ ճոճանակներ ստեղծող են, հա, դրա հետ մեկտեղ շատ տոքսիկ ու հենց հիմնականում են ամենատոքսիկ ու բարդ վերակառուցման, վերակարգավորման ճանապարհը, որ տղամարդիկ անցնում են հենց նման կանանցից հետո վերջում տենց ուղղակի մի քիչ վատ բնավորությունով անվանենք դա այդպես, հա, որովհետև ինձ թվում է տենց չենք բացառում, չէ, որ կանայք են դավաճանում ու հաստատ ոչ ավելի շատ պակաս, քան տղամարդիկ, կանայք են ստում
նենց ոնց կինն է մանիպուլացնում, այդ ինձ թվում է մանիպուլյացիան կանացիության հետ զուգահեռ է ծնվում։ Ես անկեղծ այդ կարծիքին եմ, ու ես անկեղծ այն կարծիքին եմ, որ եթե կինը իր կանացիության հետ լավ կոնտակտի մեջ է, մանիպուլացնելու հետ էլ է կոնտակտի մեջ հաստատ։ Դե մենք անցած էպիզոդից էինք խոսում, ոնց են փոքրիկ աղջիկներ իրանց պապաներին մանիպուլացնում։ Ես օրինակ գալով մեր տոքսիկությանը, հա, ես իմ մասին հստակ գիտեմ, որ ես ֆանտաստիկ մանիպուլատոր եմ։ Այո, ես դա վերահսկում եմ, երբեմն շատ գիտակցաբար չեմ վերահսկում, բայց հələ Հայկան ինձ թվում է, գիտես, ես օրինակ չեմ կարողանում լացեմ, երբ որ ասենք պետք է, հա, երբ որ ինչ-որ պահի տակ պետք է, բայց բռնում եմ այն պահերը, որտեղ շատ տեղին կլիներ, հա, էլի, այ հիմա եթե ես լացեի շատ տեղին կլիներ։ Հայկանը վստահ եմ դա էլ է կարողանում փոքրիկ պատմություն իմ Հայկանի ոչ այդքան վաղ խոսակցությունից մեր տոքսիկությունից սկսենք, հա, մինչև անցնենք ուրիշների տոքսիկությանը։ Մենք սկսեցինք մեր տոքսիկությունից, կարող է մեկ հաղորդում։ Մեր օրինակով ուզում եմ ասեմ, որ այսքան չգիտեմ, խոսում ենք, հա, այսքան խոսում ենք այնտեղ, չգիտեմ, հոգեկան առողջություն, առողջ հարաբերություններ եւ այլն, բայց ես տենց գրանձիոզ սկանդալների կողմնակիցն եմ, ես տենց եմ հարաբերություններ պարզում, էլի, ես այն մեմերից եմ, որ я не договорила, надо было подраться, այդ ես եմ, այդ я не договорила, ես եմ։ Ու տենց հերթական գրանձիոզ սկանդալից հետո որոշակի հարաբերություններ զանգել եմ Հայկանին ու տենց կիսվում եմ, պատվում եմ, բողոքում եմ, ես տենց ասաց հետո Հայկանը լսեց, ասում է, չեմ հասկանում, ինչ ես պատասխանում։ Նա մինուտочку հարաբերությունների մասին է խոսքը, որոնք այդ պահին իմ համար ամեն դեպքում չէր ենթադրվում, որ վերջացած են, ուղղակի դե կռվել ենք կբարիշենք մոտեցում կար, բայց Հայկան ու sense զգում եմ հետո դրանից հետո իր բաները ուղղակի չեմ ուզում, թիփերը շատ չեմ ուզում բացեմ, հա, ինչ որ սպոյլերներ չանեմ, չէ, ուզում եմ սպոյլերներ անես, մարդիկ անկարծակի չգան, հա, չէ, բայց ինչ որ հետո ինչ որ քայլերով ինձ սկսում է բացատրի ինչա պետք անել, ու ասում մաքսիմալ տոքսիկ, մաքսիմալ Հայկան գոստինգ է սովորացնում, ասում է Ես զարմացա, որ ինչու եք քեսել կիրառել։ Երբեք։ Լուրջ հիմա դու ինձ գոստանել ես սովորացնում։ Ու ինքս էլ շատ մանրամասն փաստացի տիրապետում էր այդ արվեստին։ Ну, не от сладкой жизни, Չէ, դե ուզում ասեմ, հումորը մի կողմ, այս օրինակ են նրա, որ հաստատ մենք էլ հարաբերություններում սուրբ չենք։ Հիմա ասենք, չգիտեմ, ինձ գոստ հարած լինեին գայեն, ամեն ինչ որ դու տենց բան հերթականությունով ինձ սովորացնում էիր։ Այ այդ հերթականությունով գայի քեզ պատմեի, ասեի, սենց արեց, հետո մի հատ է զանգեցի, նենց պատասխանեց, ոնց դու էիր ասում։ Համընդհանուր կանից եք։ Այդքան բան։ Չէ, ամեն դեպքում Ничего слишком, ոնց որ ասում են, այո, ես տիրապետում եմ այդ արվեստին, ինձ թվում է, հիմա ես չգիտեմ, արդյոք իմ կանխավարկածը ճիշտ է թե չէ, դու մասնագիտորեն կասես, բայց կարծում եմ առողջ հոգեկառուցվածքով մարդուն անառողջից տարբերում են, որ իրանք չունեն, ոչ թե չունեն տոքսիկ ինչ որ պայելաձև, այլ որ հստակ գիտակցում են, որ դա տոքսիկ է, որ դա ինքնակարգավորումն է տարբերում, ու նաև որ դիմացինը եթե գա ասի ինձ սենց լավ չի, սենց մի արա, այլ ավելի վատ չի անի դրանից հետո։ Այո, կամ եթե ամեն դեպքում, կարող ավելի վատ անի, եթե ուզում է վատանի, հա, այսինքն եթե այդ հարաբերությունների ելք որպես դիտարկումը մաքսիմալ ցավացնելը այդ մարդուն, դա գիտակցված մոտեցում է։ Ունեմ արդյոք քննադատություն, չեմ կարող ասել։ Նելին որպես մասնագետ ունի, բայց պահա գալիս, որ ուղղակի ուզում ես գիտակցված ցավացնես, հիմա դա նույնպես այդ ասում է իմեյ место быть, որովհետև կրկին հաստատ օդի մեջից չի։ Երևի։ Չգիտեմ։ Ինչևէ ուզում ենք ասել, որ շատ հաճախ մենք չենք նկատում կամ նկատում ենք ու շատ հետաքրքիր ձևով վալիդացնում ենք մեր սեփական տոքսիկ անառողջ մոտեցումներն ու դրսևորումները հարաբերություններում։ Այո։ Ու երևի ստեղ առաջի հերթին դա սկսվում է անառողջ ակնկալիքներից, որոնք որ մենք փաթաթում ենք հակառակ սեռի վրա։ Արի մի հատ մի քիչ էլ առաջ գնանք, հա, որովհետև նախքան մենք կփաթաթենք մեր անառողջ ակնկալիքները հակառակ սեռի վրա, այդ հակառակ սեռին մինչև այդ հակառակ սեռը հասնում է, սեռը հասուն տարիքի ու հասնում է մեզ, լիքը բան է փաթաթվում իր վզին։ Վաղ մանկությունից սկսած վերջերս ընկերներիցս մեկը պատմեց, որ ինչ որ տղայի դասարան, ով դեռահաս է, եկել է մի հասակակից նոր երեխա են բերել, ով դասի է գնում բորսետկայով, առանց դասագիրք, ու հարցրել է տղային, դու լավ տղա ես,
Ես գիտեի վերացել, բայց ակնհայտորեն չի վերացել, Երևանի կենտրոնում դա դեռ կա, փաստացի։ Տիպի հիմա մեր ամբողջ սերունդը այդ հարցի պատասխանը գիտի որն է ճիշտ։ Իհարկե Ու ինչա գիտի։ պետք է անել դա։ Ու որովհետև այ շատ ճիշտ մեջ բերեցիր մեր ամբողջ սերունդը դաստիարակվել է Բայց ես բակում ու դու այդ անգամ ամենի գիտենք։ ես ու դու էլ գիտենք իհարկե, это тоже не от сладкой жизни, հա, ամեն դեպքում սոցիումով պարտադրված քայլերի հաջորդականությունն ու այդ քայլերի տրամաբանությունը սկսվում է վաղ մանկությունից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տղայի համար վարչական շրջանից կամ մարզային պատկանելությունից տարբեր ավարտվում է կամ չի ավարտվում, որովհետև այս համատեքստում շատ էական է միջավայրը ու ինչքան դինամիկ աճ ու զարգացում կա ժամանակին համընթաց տվյալ համայնքում եւ Քավլիցի եսի նկատի չունեմ որևէ կերպ որ մեր մարզային համայնքներում ինչ-որ զարգացում չկա, բայց ամեն դեպքում ինչքան ուզում է գիտությունը զարգանա, AI-ը զարգանա, համացանցը զարգանա, մարդիկ կամ օգտվում են դրանից կամ չեն օգտվում դրանից։ Ու մասնապես արական սերի շրջանում շատերը համացանցից օգտվում են ոչ այն նպատակով, որոնք նաև կարելի է համացանցն օգտագործել իդեմս օգտակար ինֆորմացիայի։ Դրա համար այդ բակային միջավայրում մեծանալուց սկսած թե ինչպիսին պետքա լինի լավ տղան, հետո գալիս է դպրոցը, հետո գալիս է համալսարանը, Բանակը։ ու գալիս է բանակը։ Այստեղ մի հատ disclaimer եմ ուզում անեմ հստակ, որ որևէ բան ու որևէ խնդիր բանակում որոնք հոգեբանական են, որոնք ֆիզիկական են քննարկելիս, որևէ միտում կամ ենթատեքստ անգամ չկա, որևէ կերպ արժեզրկելու բանակը որպես ինստիտուտ, բայց բոլորին է հայտնի, որ բանակն ունի խնդիրներ, միջանձնյա հարաբերությունների մասին է, հա, ես չեմ ուզում մտնել պաշտպանության նախարարության դաշտ որևէ կերպ, բայց միջանձնյա հարաբերությունների համատեքստում մեր բոլոր զորամասերում կան խնդիրներ, շատ փոքր խնդիրներից մինչև շատ մասշտաբային խնդիրներ։ Այդ միջանձնյա հարաբերությունները նրանց է, որ այդ մարդիկ, ովքեր ձևավորվել են, այնց ոնց ձևավորվել են, հայտնվում են փակ տարածքում իրար հետ։ Ու փակ տարածքում, փակ համակարգում, որտեղ վերահսկողություն ինչքան կա, նույնքան չկա, որտեղ X ժամերի ինչ որ վերահսկողություն կա, X տեղերում ու X ժամերի այդ վերահսկողությունը չկա։ Դրա համար այդ հիմնական բնազդով եւ գոյաբանական ինչ որ գոյություն պահպանելու եսիմ ինչով լինում է բանակում ու զորամասերում հաճախ են ինչ լինում է ու շատ տղաներ խաղաղ պայմաններում ծառայելիս է շատ կարևոր է նշել որ խաղաղ պայմաններում ծառայելիս վերադառնում են արդեն քաղաքացիական կյանքին, զինվորական կյանքից հետո կատեգորիկ փոխված, տրավմաներով, աղավաղված ու աղճատված հոգեկան առողջությամբ, որովհետև ես որ հիշում եմ իմ եղբայրը գնաց բանակ 18 տարեկանում, նորմալ երիտասարդ էր։ Հաճելի երիտասարդ։ Հաճելի երիտասարդ էր։ Ես 19-ին ինքը 18 ինքը գնաց բանակ։ Ինչ-որ հետաքրքրություններ ուներ, հոբիներ ուներ, կյանք ուներ։ Գնաց բանակից հետ եկավ։ Ուրեմն ես կյանքում չեմ մոռանա այն, ինչ բանակից հետ էր եկել։ Դա ով անվանելը դժվար է։ Ուրեմն ինքը որ միշտ ունեցել է ինչ-որ տես նորմալ սանրվածք, հա, այն sense հատիկ գելած չողգայով, կտորի տաբատով բացառապես գծով արթուկած, լակերով ունի կոշիկներով, սև հագնվող, ինչ-որ sense եկեք ասեմ այնց ոնց կա ծայրահեղ քյարթու մեկներ հետ եկել, ով մինչև գնալը որևէ կերպ չի խառնվել իմ արածին, ասածին, հակածին, ապրածին ու all of a sudden out of nowhere ինքը որոշեց, որ պետք է ինձ վերահսկի, վերադառնալով իմ սիրելի պապային, ինքը ասեց սա դեռ իմն է, քոնը կունենաս, ինչ կուզես կանես, այս տիրույթ չխառնվես, ես քանի ստեղ եմ։ Հետո ուրախություն ինձ հանդիպեց մի չքնաղ աղջիկա, ով տենց այդ լակերովնի չոլկեն ու կոշիկները փոխեց սիրում հետ երկար մազերի պոչիկով եւ կեդերի, բայց այն ոնց որ այդ 2 տարում այդ մարդուն շուռ էին տվել, ամեն ինչով արտակնապես մտածելակերպով, աշխարհայացքով, կյանքի հանդեպ վերաբերմունքներով ու ճիշտ ու սխալի մասին պատկերացումներով, մեր ամբողջ ընտանիքի համար դա անհավատել էր, իչեմ իմ հայրն էլ բավականին պահպանողական հայացքների տեր մարդ էր, նույնիսկ իր համար էր դա ինչ որ կատաստրոֆիկ, ինչ որ կենթանական մի բան, որ ասում էր տղա ջան, մի հատ հավաքի
ուղակի քեզ էս ինչ է, ես քեզ sense չեմ մեծացրել, sense չեմ դասրեկել, մինչև կյանքը ամեն դեպքում այդպես, պես լիքը մարդկանց հետ չի բերում։ Լիքը մարդ մնում է տակը ու այդտեղ կղզին կոչվում է աղթամար։ Ու այդ ամեն ինչից հետո, երբ այդ տղաները գալիս են, մտնում են կյանք, ինչ որ աշխատանք են գտնվում են, հասնում են մեզ։ Մինչև մեզ հասնել եմ, այդ տղաները ուրիշ process-ներ են անցնում։ Նախ առհասարակ ֆիզիկական բռնությունն ու ագրեսիան իրանց համար շատ նորմալիզացված է։ Ուժի եւ հզորության գրավական, այո, բացի դրանից լինենք ամեն դեպքում անկեղծ աղջիկ երեխաներին հազվադեպ են ֆիզիկական բռնության ենթարկում ընտանիքներում, նույն ընտանիքներում, որտեղ խիստ նորմալ է ֆիզիկական բռնության ենթարկել տղա երեխաներին։ Եթե աղջիկ երեխաներն ավելի ինչ որ հոգեբանական բռնություն է կիրառվում, ապա շատ ընտանիքներում դաստիարակության անբաժան մաս է համարվում ֆիզիկական բռնության ենթարկելով դաստիարակել։ Այդ նույն ֆիզիկական բռնությունը սկսվում է բակում, դպրոցում ու առհասարակ, հա, ինչ որ ծեծել ու ծեծվելը ինչ որ կյանքի անբաժան մաս է դառնում։ Ես մի շատ լավ ընկեր ունեմ, իր արտահայտությունը բանան եմ, սեփականաշնորհեմ, ասում է, որ Հայաստանում երբ տղա ես ծնվում, արդեն ավտոմատ լիքը բան պարտական ես։ Հա։ Ու ես կարծում եմ, որ ինչքան էլ մենք խոսում ենք նրա մասին, որ կանանց վրա շատ պիտիներ կան ու ակնկալիքներ, ամեն դեպքում այդ պիտիներն ու ակնկալիքները այդքան խիստ չեն, ինչքան տղամարդկանց վրա են, ու ինձ թվում է տղամարդկանցից շատ ավելի պահանջատեր են թե ընտանիքները, թե կանայք այդ պիտիների շրջանակներում։ Ինը եթե հաց սարքել չիմացավ ներել է, տղամարդը որ փող աշխատել չիմացավ ներել է։ Այդ է ուզում ասել, ու անբեկանելի են։ Այո։ Այդ պատասխանատվությունների քանակը, որը որ դրվում է տղամարդու վրա ավտոմատ, ու շատ տղամարդիկ կան, ովքեր իմ ընկերներից իմ հետ կիսվել են այդ մտքով, որ նայած սպասում են, որ ինձ ունեցել են, որ ես այդ պատասխանատվությունները ընտանիքի կրեմ, ու ոնց որ այն որ ասում են ջուր բերող լինի, հա, այդ ոնց են ասում, ամեն դեպքում դա հիմնական տղայից է ակնկալվում։ Ասենք չեմ, եթե 3 տղա աղջիկ կա ընտանիքում, որ տղա ունենանք, որ մեզ խորձերության մեջ պահող լինի եւ այլն եւ այլն։ Բանել կա, այդտեղ մենակ ծնողներին չի վերաբերում։ Այդ քո ասած օրինակով ես գիտեմ ընտանիք, որտեղ 2 աղջիկ կա մի տղա, ու այդ տղայի վրա դրված է հավասար պարտականություն քույրերին տիրություն անելու, причем քույրերն ամուսնացած են իրանց ընտանիքում երեխաների, քրոջ երեխաների, եթե հանկարծ այդ ընտանիքում մի բան չի ստացվում, միանշանակ են դրա համար ասում տատիկ պապիկների հետո այդ պատասխանատվության քանակը, որը որ տղամարդու վրա այդ պարտականությունների ֆինանսական պատասխանատվության, հա, որ դրված է, ու տղամարդկանց շատ ավելի դժվար են թույլ տալիս սեպարացվել, քան աղջիկներին։ Եթե թույլ են տալիս։ Հա, եթե թույլ են տալիս, այս իրականում կարող ենք բանավիճել այս հարցի շուրջ, բայց իմ նկատառումով շատ ավելի ծանր է տարվում ընտանիքից տղա երեխայի սեպարացվելը, հա, ամբողջական սեպարացման մասին է խոսքը, հա, քան օրինակ աղջիկներինը, որովհետև էլի, բա այդով պիտի կրի այդ ամբողջ պատասխանատվությունները, իրանք մեծանում են այն մտքով, որ իրանք աննկարագրելի պիտի կրեն այդ պատասխանատվությունները, ով եթե ոչ ես։ Այ դրանից հետո մեծամ հայտնվում են հարաբերություններ, որտեղ ավելանում է պատասխանատվությունները մի հատ էլ նոր շրջանակ, որը որ արդեն մենք ենք պատկերացնում, որ իրանք պիտի կրեն, դա է ես շատ եմ սիրում, գիտես, այդ իրարամերժ պատկերացումները, որ էմոցիոնալ շատ ներգրաված, հա, ասենց իմ խնդիրների մեջ, հոգատար, ասենց ես լացեցի, եկավ կողքս նստեց, ձեռքս բռնեց, միշտ ազատ է ինքը իմ համար, միշտ, հա, ես զանգում եմ ինքը, եթե իմ մոտ խնդիր կա, մատս փուշամտ է, մի անգամից գալիս է, դրա հետ մեկտեղ ինքը շատ ֆինանսապես ապահոված է, գերհաջողակ է, հա, դե այդ աշխատանք բան բնականաբար այդ ամեն ինչը տեղն է, շատ ինքը սենց իր ասածին է, շատ մեծ շլայն շրջապատ ունի, բայց ընկերների իմ ընտրության մեջ միշտ ինձ անդրում։ Հա, չէ, ու գիտես, այդ այնց ինքը շատ սենց ինչ որ հարցերում դոմինանտ է շատ, սենց ոնց որ այդ մասկուլին մասը շատ արտահայտված է, երբ փողապետք ու մեկ էլ ուրիշների հետ հարաբերություններում, բայց իմ հետ, հա, փիսիկա դառնում։ Իմ հետ այդ մասկուլինությունը այդ ինչա նշանակում, ձեռս խփեցի սեղանի, սենց ասեցի, այդ ամեն ինչը մեզ պետք չի։ Ու այդ ամեն ինչը մի մարդու մեջ է ցանկալի տեղավորվի։ 6 տարբեր տղամարդու նկարագիր էր սա։ 6 տարբեր տղամարդկանց մասին էր խոսքը, ու այդ եթե տենց չի անում, մի քիչ միտեղ այդքան էլ ոնց որ չի հասցնում։ Հա, միանշանակ հարցեր առաջանում են իհարկե իր նկատմամբ։ Ու տղամարդիկ էլ գիտեն, որ մենք այս բոլոր ակնկալիքներ իրանցից ունենք։ Հարցի մյուս կողմն է, որ ով է դրան համաձայն, ով դրան համաձայն չի, հա, բայց իրանք էլ գիտեն, որ դե տենց է պետք
Ասեմ ավելին, շատ հաճախ տղամարդկային տոքսիկությունը սկսվում է հենց այդ կետից, որ երբ պայմանական այդ 6 չափորոշիչներից 4-ին համապատասխանում է եւ հստակ գիտի մրցակցային առավելությունը, որովհետեւ ամեն դեպքում շուկային պահանջարկի 90%-ը նույնն է բոլորի մոտ, ու շատ քչերը կան, որ հարաբերություն են փնտրում, ոչ թե բանկամատու հարց լուծող կամ պաշտպանություն կամ ոնց որ անցած էպիզոդին էին քննարկում հայրական ֆիգուրա եւ այլն, պրոստը էմոցիա եւ հարաբերություն են փնտրում, իրանք թվով շատ քիչ են։ Հետևաբար այդ որքան ավել չափորոշիչներ ենք մենք տեսնում բավարարված, այնքան ավելի ունակա դիմացինը մանիպուլյացիաների եւ այդ տոքսիկ մասկուլինության ու ինքը փակ շղթայի նման մի բան է ստացվում, որովհետեւ սիրելի աղջիկներ, իսկ արդյոք դուք պատրաստ եք ձեր կյանքը կապել պայմանական դպրոցի ուսուցչի հետ, ով ֆանտաստիկ մանկավարժ է, հիանալի լեզու է գտնում երեխաների հետ, հիանալի սերունդ է կտրում ու Հայաստանում ցավոք սրտի ունի աշխատավարձային մաքսիմում, որը չի գերազանցվելու կամ եկամտի մաքսիմում, որը չի գերազանցվելու։ Արդյոք պատրաստ եք, պատրաստ չեք։ Ինչտեղ այդ մարդը կարող լիներ ֆանտաստիկ ամուսին, ֆանտաստիկ հայր, կողակից, այդ ուշադիր, լսող, հասկացող, ում հետ կարեք կիսվեք եւ այլն եւ այլն։ Այս պահանջմունքներից ելնելով մենք միակ պատճառը չի դա բնականաբար այստեղ բան չանենք, հա, չդեմոնիզացնենք կանանց նաեւ, բայց այդ պատճառը նաեւ կարա լինի խթան եւ առիթ, որպեսզի տղամարդը օգտվելով առիթից, ոնց որ ասում եմ, շնորհավորել բոլորից ինքնության օրը դառնա տոքսիկ մասկուլին։ Հետո, բայց գիտես, նաեւ ինձ թվում է ոնց որ իրականությունը փոխվել է մեր շուրջ։ Մենք փոխվել ենք, ու ապրելակերպն է փոխվել։ Այդ ընթացքում մենք մոռացել ենք վերանայենք մեր պահանջները, որովհետև եթե մենք պահանջում ենք հավասարություն, այդ ես միշտ ասել եմ, հա, ինչքան ինձնից է հավասարություն պահանջվում, այնքան իրանից է հավասարություն պահանջվում, ու եթե ինձանից օրինակ պահանջվում է, որ ես պետքա այլևս աշխատեմ ու ընտանեկան բյուջեին մասնակցեմ, այնքան էլ իրանից պիտի պահանջվի կենցաղին մասնակցելը։ Ուստեղ շատ աղջիկներ ասելու են կենցաղը տղամարդու բան չի։ Դենց ասող, հա չնես Կան, չէ, իհարկե։ Ես պատրաստ չեմ, ասենք, չգիտեմ, իմ տղամարդուն կենցաղին խառնեմ, օրինակ։ Դրան զուգահեռ մենք պատրաստ չենք դիտարկենք, օրինակ, ֆինանսական տարբերության, հա, հարցը, երբ որ ես ավել եմ աշխատում, գումարային, հա, հետեւաբար իմ վրա ավել պատասխանատվություն է, ինքը այդքան չի աշխատում, իր վրա ավելի քիչ պատասխանատվություն է, ու դա օքեյ է, ու որ դա կարելի է նորմալիզացնել։ Անկամ մինչև հիմա իմ ընկերական շրջապատում ես նոր իմ ուսանողական ընկերներից մեկի հետ էի խոսում, իմ ուսանողական շրջապատի մեծ մասը տղաներ են եղել, ու ես տենց ոնց որ մենք մեծ ընկերական շրջապատով ես սովորեմ, որ այնտեղ միշտ հաշիվը փակում էին իրանք։ Ես հիմա որ խորանում եմ այդ մտքի մեջ։ Ուսանող երեխեք, հա, տեղից սկսում է արդեն տարբերությունը։ Ինչքան ես եմ ուսանող, այնքան ինքն է ուսանող։ Բայց այդ ավտոմատ ենթադրվում էր, որ հաշիվը ամենտեղ փակում են իրանք։ Այդ մինչև հիմա մնացել է, որովհետև ես հասկանում որ սա միգուցե սերնդային հարց է, միգուցե զումերների մեջ էլ այդպես չի, հա, բայց այդ նույն միլենիալը զումեր եք եւ նայում եք ու նմանատիպ իրավիճակում հայտնվել եք, կիսվեք էլի կոմենտներում։ Հա, ինձ իրական շատ հետաքրքիր է ոնց է զումերների մոտ հիմա այդ դերաբաշխումը կամ ընկերական խմբում այդ վճարելու հարցը այդ հաշիվը որ գալիս ով ասենց օդ դրց։ Որովհետև ես այդ իմ ընկերոջը որ անցած անգամ որ հանդիպել ենք առաջարկեցի ես փակեմ, ասաց գտի եւս 3 ձև ոնց ինձ կարելի է վիրավորել հասկանում ես ու ես ու այդ հարցը կոմունիկացրեցի իր հետ ասացի դու հասկանում ես չէ որ ես անառողջ է ամեն դեպքում անառողջ է դա անհնար է որ ես այդ դրանից դուրս գամ այդ որ ինձ թույլ տամ ինձ միտք որ հա դրա հետ մեկտեղ հասկանում ես այդ մարդուն իր ֆինանսական պատասխանատվությունները իր անձնական ընտանիքը չունի որի մեջ ես բացարձակ չեմ մտնում հասկանում ես բայց այդ ինչ որ ենթադրվում է որ եթե հակառակ սեռի հետ ինչ որ տեղ եք ուրեմն այդ ամբողջ ֆինանսական պատասխանատվությունը քո վրա է ես էլ ունեմ տենց ընկերներ մասնավորապես մեկը որ հաճախ է լինում որ հանդիպում ենք սրճում ենք ընտրում ենք ինքը այ որ ասել եւս 3 ձև գտի որ անձնական վիրավորանքի նմանանում կապուտը հայոյել եմ ես եթե առաջարկել եմ ինչ որ սուրճի համար վճարել
Ու դրա համար եմ ասում, մենք մի տեսակ ոնց որ մոռացել ենք վերանայենք կանոնները, որովհետև եթե ես աշխատում եմ ուղիղ այնքան գումար, ինչքան ինքն է աշխատում, իսկ դա տենց է։ Մենք աշխատում ենք նույն քանակի գումար, հա։ Ինչի է իր վրա այդ ծախսի այդ մասը պարտադիր դրված ու ինչի ինքը ինչ որ այդ հավելյալ ծախսը ունի անելու sense թե նենց, այ մի տեսակ ոնց որ այդ մասը մոռացել ենք վերանայենք։ Գիտես Նել, այստեղ նույն գումարը աշխատելը նշեցիր, միգուցե եւ այդ տղամարդը ավել է աշխատում, հա, մենք այստեղ այդ խոսում ենք ընկերական միջավայրի մասին, ոչ թե ինչ որ կին ամուսին եւ այլն, հա, նույնիսկ եթե ինքը ավել է աշխատում, ոնց որ նշեցինք, մենք այդ մարդկանց ֆինանսական պատասխանատվության դաշտում չենք ու օքեյ, ժամանակ առ ժամանակ ինչ որ ժամանակ առ ժամանակ ընդհանուր ընթրիքի համար իրանց կողմից վճարելը կամ սուրճի համար միգուցե եւ այդ դա անփոխելի է, բայց խոսքը մշտականի մասին է գնում, որ դա լրելիային կերպով այդպես հաստատված է, որ եթե կին ու տղամարդ են սեղանի շուրջ, ապա փակում։ Այստեղ ես հիմա մի հատ միգուցե եւ տոքսիկ բան ասեմ։ Եթե խոսենք դեյթինգից, դեմքս ցույց տամ։ Եթե խոսենք դեյթինգից, միգուցե ես առաջարկեմ առաջին դեյթի ժամանակ Ես կարող եմ չառաջարկեմ, ես գիտեմ ինչ ես ասում, հա, չէ, այդ չի փոխվում մեկը։ Դե բայց նաև արի էլի ընդունենք, որ սա միգուցե ինչ որ արդեն սերնդային ձևավորած պատեռն է։ Սերնդային ձևավորված պատեռն է, որովհետև կարծում եմ ամեն դեպքում զումերները կամ մասնապես ալֆաները այդ խնդիրը դրանից էլ դուրս չեն գա ես ու դու։ Երբեք էլի դա լինելու է հակասեքսուալ։ Այստեղ խնդիրը գիտես ինչն է, որ ամեն դեպքում ու ես այդպես եմ համարում, որ եթե վերցնենք զումերները 97 թվից այս կողմեն, հեսա կլինեն 30 տարեկան, իսկ ես այդ տարեկային սեգմենտը դեյթինգի համար ամեն դեպքում դիտարկում եմ, բայց իրանց մոտեցումներն արդեն տարբեր են։ Ու շատ լավ շատ եղել են դեպքեր, որ կոմֆորտի զգացողությունը, այստեղ հարցն չի, որ ես դեմ եմ վճարել դեյթի ժամանակ հարցին չէ, ես չեմ կարող կամ մտածում եմ, որ ինձ պիտի կերակրեն, աստծո սիրուն, ես ինձ վերջի 30 քանի տարին կերակրում եմ, բայց իմ ուղեղում ու միգուցե դա շատ տոքսիկ է նստած, որ եթե տղամարդը ունակ չի երկու աման ճաշի համար ռեստորանում վճարի, ես այս մարդու հետ կյանք ոնց կապեմ։ Դա այստեղ դու քեզ հակասում ես, դες։ Ապրես։ Ես դրա համար ասեցի, որ ինքը կարող է շատ անառողջ է, որովհետև ամեն դեպքում ես շատ սիրում եմ տղամարդկանց հրավիրել ինչ-որ մտեղ ես կազմակերպեմ ընթրիքի, բոլոր տղամարդկանց չի էլ, ինձ բան շատ չցուցակագրվել, բայց ամեն դեպքում իմ տղամարդուն շատ եմ սիրում հրավիրել ինչ-որ մտեղ, որ այն դեպքում, երբ ամեն անգամ ինքն է վճարում, դա որպես իմ համար շատ սիրուն ռիտուալ է, երբ կինն է հրավիրում, կինն է կազմակերպում, կինն էլ վճարում է։ Այդ ժամանակ երբ որ վճարեն ես քո ասած պասուդը լիցից սկանդալ կսարքեմ կամ գոստ կանեմ ավելի վատ, բայց երբ խոսքը գնում է կոնստանտ նորմալ հարաբերությունների մասին, ժամանակ առ ժամանակ ես սիրում եմ վճարել, բայց երբ դա լինի իմ ցանկությունը, ոչ թե պարտականությունը, իմ ուղեղում դա այլևս անփոփոխելի է, քո ասածի ինչպես նշեցիր, եթե դա այլ կերպ է, եթե տղամարդն ինձ ակնկալում է, որ ես իմ կերած 4600 դրամ սալաթի ու 500 դրամ ջրի գումարը չի ոյով հանդերձ պետքա տամ, այդ իմ համար դառնում է հակասեքսուալ, սիրով կտամ, միգուցե այդ տղամարդու հետ մնամ սուրճի ընկերներ կարող եմ հիրաշալի զրուցել, բայց այդ տղամարդը կյանքում չի կարող իմ կյանք մտնի այլևս։ Եթե առաջ շանս կար, այդ բան կորմա տոքսիկ է արդյոք այս մոտեցումը։ Հարցը պատասխանիր։ Դե իմն էլ է տենց, դրա համար հիմա չեմ կարող ասեմ տոքսիկա թե տոքսիկ չի։ Մենք հասկանում ենք, մենք բոլորս ունենք ինչ որ մեր պատկերացումները ոնց պիտի լինի մեր հարաբերությունների ներսում։ Դրա հետ մեկտեղ, եթե կա այդ ակնկալիքը, որ ինքը պիտի վճարի, ամեն դեպքում ստեղ հարցը նրանում է, որ երևի թե ես ու դու անառողջ ակնկալիքների մի մեծ պարկ չունենք, որ դիմացինի վրա բարդում ենք։ Այստեղ էդ էլ է էլի շատ էական, այ չենք գալիս արդեն այդ նրան, որ այդ նույն վճարող մարդը պիտի այնտեղ չգիտեմ, գիշերը հեքիաթ կարդա, որ ես քնեմ, այնտեղ առավոտը անպայման ինձ բարի լույս ասի եւ այլն, հասկանում ես, այստեղ մի քիչ ադեկվատության մասին է խոսքը, առաջնայինները երկրորդայինից կոնկրետ քո համար տարբերելու, ինչն է իմ համար առաջնային, ու նաեւ չունենալ իլյուզիա, որ այդ մի մարդու մեջ 6 հոգու գտնելու ես։ Այո։ Ու ինքը 6 հոգու ֆունկցիա է քո կյանքում կատարելու։ Ամեն դեպքում եկեք մի բան էլ հասկանանք, հա։ Առողջ հասուն տղամարդը
ով համապատասխանում է ձեր ֆինանսական ակնկալիքներին, ամենայն հավանականությամբ, եթե ավանտյուրիստ շատ զբաղված է, չունի ժամանակ ձեր համար հեքիաթ կարդելու, թաթիկները պաչելու եւ ամեն առավոտ ինչ որ միշտ հաճելի է բարելույսի, մենք միշտ ասել ենք, եթե ցանկություն լինի, ժամանակ էլ կլինի, բայց խոսքը հենց այդ բարելույսը համարենք հավաքական կերպար էս համատեքստում, խոսքը հենց բարելույսի մասին չի, բայց ամեն վարքյան կապի մեջ լինել, ամեն վարքյան հասանելի լինել, ամեն հարցով ձեր կողքը լինել, հետո կարողանալ ամեն հարց լուծել։ Հա, Այն որ ես պիտի այնքան տոքսիկ է այդ ամեն ինչի իմ համար հնչում են, ես պիտի ամեն հարցով իմանամ, որ կարող եմ դիմեմ ու հույս դնեմ իմ տղամարդու վրա։ Սուպերմենն է, գիտես, ես ինքս այդ արտահայտությունն անողներից եմ, բայց հիմա բացատրեմ ես ինչի նկատի ունեմ դրա տակ։ Ես մարդ եմ, ով 2.5 օրում հարսանիք է կազմակերպել առանց առանձնապես Իրանը չի էլի, այդ ամենակարևորը ասում է շեշտի, հա։ Այդ առանց ավելորդ ծլոդվիժենիաների զանգերով, այսինքն ես ունեմ այնքան network, որ ես կարողանում եմ զանգերով կազմակերպել հարսանիք, բարի լիարժեք հարսանիք ամեն ինչով, որ մտնում է հարսանիքի այդ լրակազմի մեջ։ Ես կարամ իմ հարցերը լուծեմ ցանկացած հարց ու լուծել եմ մինչև հիմա առանց որևէ մեկի վրա հույս դնելու ու իմ շատ լավ ընկերներ ովքեր շատ հարց լուծող են հաճախ նեղվում են որ ինչի մի բերան չես ասել ինչի չես թողում քեզ օգնենք չեմ ուզում որտեվ ամեն դեպքում դա նրանց պատասխանատվությունների մասնապես պարտականությունների շարք չի մտնում բայց եթե ես իմանամ հասկանաս ես օքեյ եմ շարունակեմ անել բայց եթե ես իմանամ որ իմ կողակից այդ նույն ձև չի կարա այդ անի իմ համար դա դառնում է ծայրահեղ ասեքսուալ Տոքսիկ է արդյոք, միգուցե տոքսիկ է։ Դե ինձ թվում է այստեղ դու երևի բարձրաձայնեցիր քո խնդիրների ամենագլխավոր խնդիրը։ Հարցը ինչի որ ես ամբողջը թողնեմ, այն որ ես ձեռքերս լվամ, այլևս ինքն անի, ես սիրով կշարունակեմ անել, ես սիրով իր խնդիրներն էլ լուծում կտամ, եթե այդպիսիք լինեն եւ դիմացինը չկողմնորոշվի եւ ինչ որ երկրորդ կարծիքի հարց լինի կամ առաջին կարծիքի հարց լինի, բայց դիմացինն էլ պիտի ունակ լինի դա անել, որովհետեւ այդ անկարողության հետ ես անկարող եմ համագոյատել տարբերություն կարողանա անի այն ինչ որ ես եմ անում, կարողանա անի ամեն ինչ ու կարողանա անի ինչ որ բան։ Իրանք շատ տարբեր են։ Ինքը կարող է վերցնի քո վրայից ինչ որ պատասխանատվություններ, ինչը միանշանակ ակնկալվում է, ես էլ եմ միշտ ասում, եթե ձեր կյանքը պիտի ավելի հեշտ չլինի հարաբերություններում, հարցը առաջանում այդ հարաբերությունները ինչի համար են պետք, այլ հարցը ով ինչի մեջ է այդ հեշտացումը պատկերացնում, հա, օրինակ ասենք ես, ինչպես անցյալ էպիզոդում հասկացանք, էմոցիոնալ հեշտացումը կյանքի իմ համար արդեն հոյակապ է, բայց եթե Բայց եթե դու ակնկալում ես, որ պիտի ինքը ամբողջ ֆունկցիոնալը վերցնի քո վրայից։ Ես չեմ ակնկալում, որ պիտի վերցնի այնքանը վերցնի, ինչքանը դու ես անում, կամ անի ուղիղ նենց ոնց դու ես անում։ Ես չեմ ակնկալում, որ իմ վրայից վերցնելու են։ Բացարձակ ես չեմ ուզում դառնամ այդ բանը, հա, տանը դրած բուտաֆորիան։ Բացարձակ դրա մասին չի խոսքը։ Это было бы очень мило с их стороны, բայց ակնկալիք որպես այդպեսին չունեմ, ես ասացի, ես պատրաստ եմ շարունակեմ անել, բայց իմանամ, որ դիմացինն էլ կարա անի։ Ինչ որ բաներ կարողանա, ինչ որ բաներ չկարողանա։ Օրինակ չհասցնեմ անեմ, զանգեմ ասեմ, ես ինչ հարցով ինձ օգնություն ա պետք։ Ես էլ չեմ կարող անեմ այս բանին։ Ու այստեղ գալիս ենք հենց այդ հավասարությանը։ Ինչքան քեզ ա պետք, այնքան ժամանակ չունես, այնքան ես ժամանակ չունեմ։ Спасибо։ Ну, այս խոսակցությունն էլ էլի ակնհայտ է նրա մասին, որ հա, իրոք ինչ որ շատ բաներ փոխվել են, որտեղ մենք այդ նույն տղամարդկանցից պահանջում էինք աշխատել, իրանց հավասար աշխատավարձ, իրանց հավասար որ մեր աշխատանքը լինի հարգված, իրանց հավասար մեր զբաղվածությունը լինի հարգված, այդ ամեն ինչը պահանջում էինք ու դրա հետ մեկտեղ, բայց մեկը ինչ որ պարբերաբար ուզում ենք, որ այդ պատասխանատվությունն ինքը վերցնի երկու հոգու տեղը տանի։ Մենք շատ եմ ուզում։ Մեկ Օհա, այ էլի գալիս ենք այդ անառողջ ակնկալիքների դաշտ։ Այդ հələ բայց ակնկալիքները շատ աղջիկներ կան, ովքեր առհասարակ այդ գիտես են իրան դժվար պիտի լինի ինձ հասնելը։ Այն որ ես պիտի, հա, այն որ տենց պիտի ինքը պայքարի իմ համար, այն որ տենց ճիշտ չի միանգամից ասել հա, էական չի ինչին ես ասում, հա, ամեն ինչին հա ասել եմ միանգամից, 4 անգամ պիտի ասեմ, եթե 5-րդ անգամ չհարցրեց, արդեն ինչ որ անառողջ process-ի մեջ ենք մտել։
ես այս ուղակի մենք մի քանի անգամ ասել ենք, ես եւս մեկ անգամ եմ ուզում նշեմ, որ ընդհանրապես տալկերությունը խնդիր է։ Ու ճիշտն ասած, ու ճիշտն ասած, եթե դուք ինչ որ ասում եք, չէ, ու ձեր չեն բանի տեղ չեն դնում ու շարունակում են ձեզ հետապնդել, գրել, չգիտեմ ինչ անել, այդ խնդիր է։ Հա, այդ եկեք չռոմանտիզացնենք, եթե դիմացինը ձեր չեն չի հասկանում խնդիր է, եթե իր մեջ վիժու ցելնի վիժու պրիգրադ մոտեցումն է, դա էլ է խնդիր, ու առողջ տղամարդուն հենց դա որ այդ չեն ու ինձ չեն ուզումը ու մերժումը առհասարակ պիտի լինի նախ շատ տհաճ ու ցավոտ, ոչ թե ինքը դրանց ոգևորվի, որտեղ մենք ինչ որ բոլորս ակնկալում ենք, որ այդ պիտի աննկարագրելի ոգևորի, հենց ստիմուլ լինի այդ դուսուս, այն որ ուրեմն պետք է պայքարել։ Ում համար դա շատ ոգևորում է, որովհետև իրան մանկուց ասել են, որ լավ աղջիկը միանգամից չի ասում հա։ Ահա, այդտեղ նաև ամեն անհասանելի բանն է ավելի արժեքավոր, քան հասանելին, բայց դրա համար ասեցինք առողջ։ Ընդհանրապես մենք նաև շատ մոռանում ենք, որ տղամարդուն մերժվելը նույնպես տհաճ է։ Այդ գիտես այդ ակնկալիքն էլ չէ որ ինքը պիտի մոտենա, ինքը ծանոթանա, ինքը պիտի sense չգիտեմ սրճարանում մոտենա, առաջի քայլանի, Instagram-ով առաջինը ինքը պիտի գրի, դու իրան պիտի չպատասխանես, ինքը շարունակի քեզ էնել նենց գրի, որ դու sense համաձայն լինես պատասխանես, հա, ինչ որ sense մի հատ ակնկալիքների բուկետ, որի մեջ որ մոռանում ենք, որ մերժվելը տհաճա բոլորին, այդ թվում նաև տղամարդուն ու այդ Y քրոմոսոմի հետ հաստատ չի գալիս կոմպլեկտով, մերժման նկատմամբ տոլերանտությունը հաստատ չի մտնում էլի մեջը։ Այն օրը ես ու Հայկանը, որ այս թեման քննարկում ենք, դա ասում մի տարի պատկեր ասենք, միջին վիճակագրական ասենք, չգիտեմ, 30 տարեկան տղամարդը իր կյանքի ընթացքում ինչքան է մերժվում։ Եթե դրա մեջ ներգրավենք ամեն ինչ, հա, անգրեցի չպատասխանեց, փողոցում մոտեցա, տրանսպորտում մոտեցա, այդ ամեն ինչը եթե մեջը ներգրավենք, մի հատ էլ չասեմ, բարիշելու պատասխանատվությունն է իր վրա, հա, հաշտվելու, որ կռվել ենք ինքը պիտի առաջի քայլը անի, որ sense չգիտեմ, մի ամիսա չենք շփվում, ինքը պիտի առաջինը հայտնվի, հա, առաջի քայլը անի, մի հատ էլ այդ առաջի քայլերի մեջ մերժվի, բայց միևնույնն է շարունակի։ Sense չգիտեմ, ես իրոք կարծում եմ, որ վերանայման կարիք ունենք մենք մեր մոտեցումները։ Ես ամեն դեպքում շատ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Շատ կրնի ասեմ, ես շատ եմ աշխատում, բայց որոշ բաներ չէ, կատակը մի կողմ, ես էլ եմ ասում, ես իմ toxic trait-երը շատ լավ գիտեմ, բաներ կա, որ դեռ չեմ կարողանում այդ ամեն ինչից ձերբազատվել, միգուցե նաև չեմ ուզում, потому что это несущая конструкция, հա, որովհետև միգուցե եւ որքան էլ որ տոքսիկ անջում, բայց իմ կյանքի համար դա իրոք կարևոր դեր է տանում։ Ու ես էլ եմ ուզում նշեմ, որ բացարձակ առողջ հասարակության որևէ կերպ չենք կարող հասնել ու բոլորս մեր տոքսիկություններով բնականաբար գտնել ենք այդ մեր մի կտոր puzzle-ին, հա, որ այդ մեր տոքսիկություններով համապատասխանենք, միգուցե միշտ տենց հավերժ երջանիկ ապրեն, միգուցե եւ չէ, բայց ոնց որ ասում էր բանը, каждый твари попарь, հիմնականում բոլորը գտնում են իրանց մարդուն։ Ստեղ չենք խոսում, որ բոլորը գտնում են առողջ մարդկանց։ Իհարկե լավ է հոգեկան առողջությունը, բայց եթե աշխատում եք, ուզում եք, որ բաներ կա, չեք կարող ձերբազատվեք, մի ստիպեք ձեզ։ Եթե համարում եք, որ ձեր կյանքին չի խանգարում, կյանքի որակին չի խանգարում։ Բայց գիտես, ես իրական համեր աուդիտորիայում տղամարդիկ քիչ են, բայց կուզենամ իրանց դիմել ու ասել, որ եկեք դուք էլ նկատեք, որ եթե ձեր նկատմամբ ինչ-որ բանը տոքսիկ է, այն ամեն ինչը որ մենք խոսել ենք, հա, եթե ձեր ազնական սահմանները խախտում են, եթե ձեր նկատմամբ ինչ որ ունեն սպառողական վերաբերմունք, եթե ունեն անտարբեր վերաբերմունք, բայց սպառողական վերաբերմունք, նվաստացնող վերաբերմունք, որովհետև նենց ոնց կանայք են կարողանում տղամարդկությունը նվաստացնել, այդ իրականում երբեմն շատ ոչ մի տղամարդուն չի կարող վիրավորել, արժեզրկել, նվաստացնել, նենց ոնց որ դա կարող է անել կինը։ Այդ գիտես ընդ որում կարող է բառերով էլ չլինի, բայց գործողություններով։ Այո։ Երբ որ դու զգում ես, որ դու не то что առաջնայնություն չես, այ դու ինչ որ տենց նասկամեկի запасный, հա, կոպիտ ասած, ու դա այդ միշտ զգացվում է, ու շատ աղջիկներ ունեն այդ մոտեցումը, պլան B պահելու, հա, ինչ որ friend zone-ի մեջ պահելու ինչ որ մեկին, որ եթե ինչ որ պետք եղավ ժամանակի ասում այդ բանից friend zone-ից հանել, նենց ոնց աղջիկն է կարողանում ստել
Այս ամեն դեպքում սա կպնդեմ, որ մենք շատ ավելի լավ ենք կարողանում ստել, ինչ-որ տարբեր պատմություններ հորինել, զուգահեռ պատմություններ տանել, տղամարդիկ ամեն դեպքում ավելի դժվար են դա անում։ Այդ մեկը չեմ արել, չգիտեմ։ Բացի դրանից իմ կարծիքով ճիշտն ասած, այստեղ կարող ենք իրար հետ չհամաձայնվել, բայց ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ տղամարդու սերը, եթե սերը, ուղղակի տղամարդկանց մոտ մի քիչ ավելի հազվադեպ է սիրուն հասնում, կինը ավելի հակված այդ սիրելուն հասնելուն ավելի արագ, քան տղամարդը, հա, բայց եթե սիրո մասին է խոսքը, տղամարդու սերը միշտ ավելի անշահախնդիր է, քան կնոջ սերը։ Ու ես միշտ համարել եմ, որ տղամարդու սերը շատ ավելի, ոնց ասեմ, ուժեղ ու մաքուր է, հա, չեմ կարող շատ մանրամասնել ինչի նկատի ունեմ, բայց եթե խոսքը գնում է հենց այդ սիրո զգացողության մասին, ոչ թե սիրարվածություն գիրք, հա, այդ դրա մասին չի խոս ժամանց, այ հենց սեր, հաստատ ավելի անպայմանական է ու ավելի անշահախնդիր է, որովհետև կանայք ամեն դեպքում ավելի պայմանական են սիրում։ Միանշանակ ու իմ շրջապատում կան զույգեր, որտեղ տղամարդն տենց անմնացորդ ու անշահախնդիր սիրում է կնոջը։ Ու այն որ ասում են, թե կինը չհետևեց իրեն, տղամարդը դավաճանեց, թե չգիտեմ, առիթ տվեց, էս արեց, այն արեց, մեկը մյուսը, նենց ոնց սիրում է այդ իմ նշած զույգում տղամարդը կնոջը, հիվանդ ժամանակ ավել քաշով, պակած քաշով, երկար մազով, կարճ մազով, շպարված, անշպար, երեկոյան զգեստով, գիշերանոցով, չգիտեմ, ցնցոտիներով, այ քո ասացի, վառ ճշմարտություն դու շատ ճիշտ ես, դա շատ եզակի դեպքեր է, երբ տղամարդը այդ սիրով է առաջնորդվում։ Կամ այդտենց անմնացորդ շատ քիչ տղամարդ է կարողանում սիրել, որովհետև այդ քո վերոնշյալ մերժումները, ես շատ ունեմ ընկերներ, որ ասում եմ, լավ, բա դու ոնց սենսը դարձար, հա, ու շատ լավ ընկերներ են ամուսնացած են, ինչ որ տենց պատմություններից եմ տեղյակ իրանց կյանքի, ասում եմ, դու ոնց ես սենս դարձար, ու բոլորը նշում են մեկ միավոր տոքսիկ կնոջ իրանց կյանքում, որը ինչ որ պահի հայտնվել է, ասում այ դրանից հետո ես դարձա սենց։ Միգուցե դա էլ առողջ մոտեցում չի, որ մի հոգու, բայց հիմա ես որ իմ անցած ճանապարհն եմ հետ նայում, մի հոգու թողած հետևանքն ինչպիսին կարող է լինի, եթե դու միանշանակ չմիջամտես դրան ու այդ հետևանքներից չձերբազատվես, դա սարսափելի բան է, ու ես լիովին հասկանում եմ այն տղամարդկանց, ովքեր չեմ հասկանում խեն մնացել այդ կետում, բայց հասկանում եմ, որ դա լրիվ ռեալ է ու ինչ կարա կինը անի տղամարդու հետ, ով այդ ընդ անմնացորդ սիրում է ու հայտնվել է կամ այդ ասած наскамейке запасных կամ այսօր շատ օտարալեզու բառեր օգտագործեցինք կամ պլան B-ա կամ ֆրենդզոնայում է որպես ընկեր տենց դու հələ մնա տեսնեմ եթե ուրիշ ծաղիկ չգտնեմ ես պարտեզում կվերադառնամ քեզ տղամարդկանց շատ կարակոտրի ու վերջում են տղամարդիկ գնում հանդիպում են ուրիշին ու սկսում են վրեժ լուծել բայց շատ տարածված մոդել է բացի դրանից շատ աղջիկների մոտ գիտես ինչ մոտեցում էլ կա այն որ ինքը ինձ ինչ որ լիքը բան պարտական է բայց ես իրան տենց ուղակի ուշադրություն այն որ գիտես իմ ներկայությունը իրան արդեն նվեր է չէ իմ ներկայությունը իրան արդեն նվեր է այն որ սենց կամ չգիտեմ իմ ձեռքերով պատրաստած նվերն է լավագույն նվերը բայց ինքը ինձ բոլոր տոներին սենց ներդրվելով այնտեղ գիտես շատ աղջիկներ կան այնտեղ գումարային բան էլ կա հա սանդղակ կա ինչքան պիտի լինի այդ ներդնում ինքը ինձ այդ ամեն ինչը ես լավ տրամադրություն մաքսիմում նասկի առնեն ինչ որ տենց մի բան սիրելի կանայք եւ աղջիկներ տղամարդիկ նույնպես շատ սիրում են նվերներ ոչ թե իրանց մեկական տենց ցանկալի իրանք սիրում են նվերներ իրանք ունեն նույն էմոցիաները ինչ մենք ու իրանք ունեն նույն ոչ թե նույն wish list-ը, այլ իրանք էլ ունեն wish list-եր։ Ու եթե դուք տեղյակ չեք այդ wish list-երից, ես ախր հա, ու այնքան հաճելի է սիրելի մարդուն, տենց ուրախ էմոցիա պատճառ, որտեղ ինչքան լեզու մենք նվեր լինենք, ամեն դեպքում մենք հաստատ այդ շուրուպավյորտը չենք ու նույն слава Богу ոնց որ ասում են։ Իսկ եթե ամեն դեպքում ձեր կողակցի սիրելի wish list-ից տեղյակ չեք, որովհետև երբևէ մտքներով չի անցել, որ կարող ենք ունենալ, միշտ կարող եք ձեռք բերել նվեր քարտեվոկաբանկից թվային կամ ֆիզիկական 20 եվրոից կամ 10,000 դրամից կամ 20 դոլարից մինչև 20,000 դոլար, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, բայց տենց բավականին մեծ թիվեր ամեն դեպքում հույս ունեմ ձեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ մեծ գումարներով կհետաքրքրվեն, տիրապետում են եւ եթե սահմանաչափը ձեզ հետաքրքիր է, կարող եք ներքևի հղմամբ ծանոթանալ։ Ֆանտաստիկ նվեր աշխարհի ցանկացած կետից, եթե նույնիսկ ճամփորդում եք եւ ուզում եք ձեր սիրելի տղամարդուն ուրախացնել,
մտնում եք երկու քլիկով ձեռք եք բերում, ընտրում եք ձեր նախընտրելի դիզայնը ըստ առիթի կամ նույնիսկ անառիթ։ Ու մարդը գնում ինքն իր համար իր wish list-ից մի բան առնում ու աշխարհով մեկ է լինում։ Ես ես վերջերս տենց դանակ էի նվիրել եղբորս, խոհանոցային դանակ։ Ես վերջի անգամ տենց աշխարհով մեկ չեմ հիշում երբ է եղել։ Ասածս ինչա, նվիրեք տղամարդիկ, նույնպես մարդ ունեն էմոցիաներ, իրանք շատ սիրում են նվերներ, չեք կողմնորոշում gift card վերցրեք։ Հետո գիտես, շատ աղջիկներ էլ կան, այդ գիտես, այդ մեմերը պտտվում են այն գիշերը ժամը 1000-ին քնածես, բայց մենք էլ ենք այդպես բաներ անում։ Արել ես, չէ՞, հաստատ։ Ես, վայ, ու բոլորը ունեն ինչ-որ տենց նախքին ու միշտ մեկ էլ այսպես են քո ասած all of a sudden մեկ էլ քնածես։ Ես դաժե գիտես ինչ եմ արել, բայց այդ շատ վաղուց էր, հիմա տենց բան բնականաբար չեմ անի, մեծացել եմ, ծերացել եմ արդեն։ Բայց այն որ գրում ես ու իբր իրան չէր գրում։ Հա, բայց կոնտակտի ես կոնտակտի, իհարկե ես կոնտակտի սենց իհարկե։ Գրում ես իբր ինչ-որ բանի ես պատասխանում, որ սենց շատ բնական լինի։ Մի օրեք, այն ծայրը գիտեն ինչ ճոկել են, պալիտ են եղել, բայց հա էտել եմ արել, իհարկե արել եմ։ Դեսի նույնիսկ եթե չգիտեն, ուզում ասեմ, իրանց էմոցիաների վրա էլ է, ինչքան մենք այս սեղանի շուրջ նստում քննարկում ենք, ինչքան վատ է, որ դու հազիվ դուրս է եկել այդ հարաբերություններից մեկ էլ եկավ այդ գիշերվա ինչքան, իրանց էմոցիաների վրա էլ է այդ դրիվ նույն ձև ազդում, որ ինքն էլ էր տենց հազիվ, այն էլ իրանք ավելի հազիվ են դուրս գալիս, որովհետև մենք տենց մեր էմոցիաների տեղ տալով, ընկերուհիների հետ քննարկելով, մեզ խղճացողներ կան, վերջի վերջո այդ էմպաթիան էլ է շատ կարևոր, հա, ինչ որ տենց ընկերուհիներով հավաքվեք քննարկեք, ինչքան ծանր ճանապարհ ես դու անցնում, իրանք իրանցով, իրանց մեջ հիմնականում, այս իրական չեմ ողջունում, այդ տղամարդկանց ամենամեծ խնդիրները հենց այդ էմոցիոնալ փակությունից է գալիս, ինչը էլի է ակնկալիքի հետևանք է, ես մի օր որովհետև իրանց այդ չլացես, չբողոքես, չբարձրաձայնես։ Մի օր ընկերներից մեկին հարցրեցի, ասելիսի դուք որ բաժանվում եք break-up եք անում։ Ոնց եք էլի։ Միլաձե լսում եք։ Հասցնենք պատրուշկաներով հավաքվում ենք, միլաձե ենք լսում, շամպայն ենք խմում, անիծում ենք, ողբում ենք, կազմակերպվում ենք, ինչ որ նկարը կտրտում ենք, ինչ ասես լոկում ենք, բլոկից հանում ենք։ Մտածում ենք ոնց հետ բերենք հաճախ, եթե ոչ թե մենք ենք թողածելու, այլ մեզ են թողածելու, ասեն դա միլիոն սցենար կա, դուք ինչ եք անում, ցենց այդ։ Թե սանգում եմ մոտիկ ընկերոջս, հանդիպում ենք, դեն մա դեմքից թափում, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ ես ինչից եմ բաժանում, ասում եմ դե լավ ռադարա ու վերջանում է խոսակցությունը։ Էմոցիոնալ սփորտ չէ։ Ասում եմ հետո ինչից եք խոսում, դες մա ամեն ինչից ֆուտբոլից, սպորտից, չգիտեմ, գործից, այս կողմենք ում ասում եմ ես խմել կազմակերպել, ցած եմ։ Չէ՞ դա չի լինում, կամ գնում եմ տուն այդ օրը կամ տուն չեմ գնում դաժե։ Հա, բայց այդ չի նշանակում, որ այդ էմոցիան տենց գնում կորում ազուտ այդ նախադասությունից, հա, դե լավ դե մոռացի անցի առաջ։ Նախկիներից մեկի հետ տենց ում հետ հիմա շատ լավ ընկերներ ենք, մի օր տենց մեր բաժանությունից բավականին երկար ժամանակ էր անցել, որոշեցինք սրճենք ու պատմեց ոնց է ինքը անց ես ընդհանրապես գաղափար չունեի անկեղծ, որ ինքը ծանր է տարել մեր բաժանությունը ամենայն ազնվությամբ ու հետաժում եղավ որ զգացի ինձ պայտակ թեպետնես չի ես է ինչ որ մի բան արել մենք համատեղ համաձայնությամբ էինք տարել տենց շատ քաղաքակիրթ բայց որ պատմեց ինչերի մեջով անցել մենակով ոնց է տանջվել ինչ որ չգիտեմ մեր իրար հետ լսած երգերը լսելուց ինչ ապրումներ ա ունեցել իրար հետ նայած ֆիլմը նայում եմ հիմա պատմեմ հուզում եմ ես իրոք շատ ազդվել եմ որտեղ անկեղծ չգիտեի որ տղամարդիկ ունակ են նման էմոցիաներ ապրել ինչ որ տենց հիշողությունների մեջ ընկնել հաղթահարման փուլ ունենալ որտեղ իմ համար աբսոլյուտնը հստակ է որ այսպես խրտ կտրվում ա ու անցնում են հաջորդ էջին որտեվ ես էլ էի ծանր տարել այդ բաժանությունում, մտքիս մեջ ասում եմ, «Այանի, ես ծանր եմ տարել, դու տանձին չենք բաժանվել»։ Anyway, այնց որ այո, կան։ Փույսը կտանջվել էր։ Ես էլ ավելացնելու բան չունեմ։ Բացի նրանից, որ սիրելի տղամարդիկ դուք էլ եղեք ուշադիր ձեր էմոցիոնալ դաշտի նկատմամբ ու ձեր սահմանների նկատմամբ, ու եթե տեսնում եք, որ ձեր հարաբերություններում ձեզ ավելի վատական այդ հարաբերություններից դուրս, այո, որ ձեզ այնտեղ բավականաչափ չեն գնահատում, օգտագործում են, այնտեղ, չգիտեմ, նվաստացնում են ձեր ինքնագնահատականը որևէ կերպ չի գոնե թե կայունանում այդ հարաբերություններում, ոչ թե բարձրանում եւ այլն, գուցե գտնվում եք այնտեղ, որտեղ պետք չի գտնվեք։ Այո։ Ու սիրելի կանայք աղջիկներ, սիրելի իգական սերի ներկայացուցիչներ,
Եթե ամեն դեպքում դուք կայացրել եք գիտակից որոշում, որ դուք ուզում եք հարաբերություններ, որտեղ կան այգու աղջիկներ, կարող ընդհանրապես հարաբերության մարդ չեն ու դա նույնպես հարգել եւ ընդունել ապետք եւ չպարտադրել այդ մարդկանց հարաբերություն, բայց ամեն դեպքում եթե դուք կայացրել եք գիտակից ու չպարտադրված որոշում լինել հարաբերություններում ունենալ կողակից, հաշվի առեք, որ դիմացինը նույնքան մարդ է, որքան դուք նույն ցանկություններով, նույն էմոցիաներով, նույն տենց փոքրիկ ուրախություններով շատ հաճախ եւ վերաբերվել որպես ռեսուրս տղամարդուն, պահող, պաշտպանող, փողաշխատող, հարց լուծող, ամեն ինչ բացի մարդուց, հա, որովհետեւ այս ամեն ինչ ֆունկցիաներ են մարդու մասին չի սա։ Անտեսել տվյալ մարդու հույզերը, ցանկությունները, ուրախությունները, անձնական տարածքը, որ միգուցե այդ պահին ինքը ուզում է մենակ մնա ու բարթել ու փաթաթել ամեն ինչ մենակ մեր մասին, а я ничего никому не должна, ես մեծ խորը հարցեր ունեմ ու շատ անիծում եմ այն մարդուն, ով այդ կոնցեպտը առհասարակ մտցրեց Instagram, что женщина никому ничего не должна, չէ, եթե մենք մեկի հետ համաձայնություն ենք տալիս եւ մտնում ենք գիտակցված ու փոխադարձ համաձայնությամբ հարաբերությունների մեջ մենք առնվազն պարտավոր ենք հարգել մեր որոշումը, հարգել դիմացինին ու անել բաներ, որոնք հաճախ համարվում են պարտականություն, բայց երբ դու գտնվում ես հարաբերությունների մեկի հետ, ում սիրում ես, ես չեմ կարծում դրանք պարտականություններ են, դրանք միմյանց կյանքն ավելի լավը ու այդ հարաբերություններն ավելի լավը դարձնելու միտված գործողություններ են։ Արեք նվերներ ձեր տղամարդկանց, անկախ նրանից, որ կանանցի միամսյակի մեջ ենք, եթե մենք տղամարդկանց ասում ենք, մեզ պետք է հիշել ամեն օր, ոչ թե ամիսը մեկ, որը, կստати, շատ ճիշտ պնդում է, ես աբսոլյուտно համաձայն եմ, ապա տղամարդկանց նույնպես պետք է սիրել ամեն օր, ոչ թե հունվարի 28-ին կամ փետրվարի 23-ին, այնպես որ համապատրաստից նվերները ամենահաճելի են։ Հրավիրեք ընթրիքի, նվիրեք էվոկայի նվեր քարտ կամ գեղեցիկ փաթեթավորման ֆիզիկական, կամ եթե դուք անակնկալ ճամփորդության կամ նվեր քարտ առեք նպատակ դաշտում գրեք ճամփորդության համար, որին կգնանք երկուսով։ Հա, վիզայի փողը դուք դրեք, մնացածը թողեք։ Տոքսիկությունը չդիմացավ։ Չէ, ամեն դեպքում էվոկան տալիս է շատ լայն գումարային հնարավորության, այնպես որ ամբողջ ճամփորդության գումարն էլ կարող եք նվիրել։ Սիրեք իրար, այդ սերը մենակ բառերով չի, սերը գործողություններով է ու հավատացեք, այն ինչ դուք պահանջում եք տղամարդուց, որ պիտի, տղամարդուն նույնպես շատ ցանկալի կլինի, որ լինի։ Չունեմ էլ ասելիք։ Այսօր այսքանը։ Շնորհավոր ձեր միամսյակը։ Bye։